Եթե այնպիսի բան է արել падգամավորը, որ ակնհայտորեն բան է համեմատենք սպորտսմենների հետ, հա, օլիմպիական չեմպիոն է դարձել, ասենք падգամավորական չեմպիոնական բան է արել։ Մի այնպիսի նախագիծ է գրել, որ ամբողջ ժողովուրդը կամ մեծ մասը ասում են, այ ոնց մտքերիցս չէր անցել այդ նախագիծը գրել, այդ մարդը վերջապես արեց այդ բանը։ Փորձում էին անել 15 տարի չէր ստացվում, այս մարդը եկավ դա արել։ Միտեղ այնպիսի մի ելույթ է ունեցել, որ աշխարհը տղրդացել է, էլի, падգամավորն ուրիշ ինչ պետք է անի, չեմ հիշում։ Գնացել ինչ-որ հարց է լուծել, դե հարց լուծելը падգամավորի գործը չէ, այո, պիտի պարգևատրվի։ Այդ գումարը հավաքեք եւ պարգևատրման մեխանիզմ մշակեք։ Սա իմ ասելիքը չէ, պարոն վարչապետից էլ սպասել չենք կարող, էլի, որ կառավարության նիստին այս հասարակ բաները կբացատրի, որ պարգևատրման համակարգ ունեցեք, հարգելի պոակներ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ կամ համայնքապետարաններում համայնքապետերը մեխանիզմ մշակեն, ասեն այսպես է լինելու պարգևատրումը սրանից հետո։ Ոչ թե ստանդարտ 13-րդ աշխատավարձ, այլ գոլ խփողները, այսպես ասած, ֆուտբոլային բառապաշարով ասած, կստանան այս տեսակ պարգևներ։ Եվ սովորական իր գործն է անում, հալալ եղնի իրան, այդ մարդուն իր ռոջիկով։ Ուրեմն աշխատավարձերի հետ կապված падգամավորների ասացի պարգևավճարների մասին իմ տեսակետը, այդ թիվը ես չեմ հասկանում, ճիշտն ասած, 3 միլիոն դրամ մարդ է, եթե ճիշտ էր գրած չեմ հետևել, հա, այդ բան է, հա, այդ ինչ է, հիպոթեքի վռասկ կարիք կա, հա։ Եվ երրորդը կոչվում է գրպանի ծախս։ Падգամավորի աշխատանքը կատարելու համար առաջացած ծախսերի փոխհատուցում 250,000 դրամ։ 4 տարի առաջ մտցրեցին են Հովիկ Աղազարյան կոչեցյալն էլ ելել ասում էր կաֆե ենք նստում, խմում ենք, չգիտեմ, խոսում ենք, փողը հերիք չի անում 50,000 դրամը, մինչեւ ամսական 50,000 դրամ էր։ Դարձնենք 250,000 դրեցին, շշեցին 250,000։ Այսինքն եւ հիմնական արդարացումն այն է, թե բան է։ Տեսեք մենք կաշառ կատկատներ չունենք, մոնոպոլիաներից փող չենք ստանում բաշխում падգամավորներին, բայց թող նորմալ ռոջիկ ստանան, ախպեր ստանում են 600,000-ից մինչև 1 միլիոն քանի 100,000 դրամ ռոջիկ են ստանում։ Ինչ է, փող չէ, լավ փող չէ, մի աշխատեք падգամավոր։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։